1919 թվական առաջին համաշխարհային պատերազմն ավարտված է, իսկ Օսմանյան կայսրությունը պարտված։ Հազարավոր հայեր ցեղասպանության սարսափը վերապրած վերադառնում են իրենց հարազատ տները Կիլիկիա, միջերկրական ծովի ափին գտնվող հնագույն հողեր։ Նրանք հավատում են պաշտպանության եւ անվտանգության մասին մեծ տերությունների տրված խոստումներին։ Նրանք վստահում են ֆրանսիական զորքերին։ Նրանք երազում են վերականգնել իրենց տները եւ ապրել խաղաղ։ Հաջորդ 3 տարիների ընթացքում 1919-ից 1922 թվականներին Մարաշում, Աչնում եւ Կիլիկիայի այլ քաղաքներում ծավալվում են իրադարձություններ, որոնք պատմաբանները հետագայում կանվանեն հայկական ողբերգության երկրորդ գլուխ։ Քաղաքներ են այրվում։ Ֆրանսիական զորքերը նախընտրում են նահանջել, իսկ տեղի հայ բնակչությունը հայտնվում է դաժան ընտրության առաջ՝ փախչել կամ զոհվել։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Մենք շատ ենք խոսում եւ մանրամասնորեն վերլուծում առաջին հանրապետությունը, սակայն հաճախ ստվերում ենք թողնում ոչ պակաս կարևոր Կիլիկիայի ճակատագիրը։ Բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք նյութով, եթե այն հետաքրքրեց ձեզ, եւ սկսենք։ Կիլիկիան ավանդաբար բաժանվել է երկու մասի՝ դաշտային Կիլիկիա, Բերի հարավային շրջաններ եւ Լեռնային Կիլիկիա, հյուսիսային եւ հյուսիս-արևելյան տարածքներ։ Այս բաժանումը կարևոր դեր է խաղացել տարածաշրջանի պատմության մեջ եւ ինչպես կտեսնենք, նաեւ 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների ժամանակ։ Բայց ի՞նչն է այդքան արժեքավոր դարձնում Կիլիկիան աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Այս տարածքի վերահսկողությունը նշանակում էր վերահսկողություն կարևորագույն առևտրային ուղիների նկատմամբ եւ ելք դեպի միջերկրական ծով, իսկական անսպառ հարստություն ցանկացած կայսրության համար։ Կիլիկիայում հայոց ներկայությունը հազարամյակների պատմություն ունի։ Որպես առանձին երկրամաս, Կիլիկիան հիշատակվել է դեռևս մեր թվարկությունից առաջ։ Հնագույն ժամանակներից այս տարածքի հիմնական բնակիչներն են հայերը, խեթերը, ասորիները եւ հույները։ Հայերի համար հատկապես նշանակալի դարձավ 1080-ից 1375 թվականներն ընկած ժամանակահատվածը, երբ Ռուբեն իշխանն այստեղ հիմնեց հայկական պետություն։ 1198 թվականին Կիլիկիայի իշխանությունը վերափոխվեց Կիլիկյան հայկական թագավորության, որը 1.5 դարից ավել կարևոր դեր խաղաց տարածաշրջանում։ Ըստ Կիլիկիայի հետազոտող Բասմաջյանի տվյալների 1914 թվականին հայերը կազմել են տարածաշրջանի ողջ բնակչության մոտ 43%-ը, մոտավորապես 380,000 մարդ 875,000 բնակչից։ Սակայն աշխարհն աղետի շեմին էր։ Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները անդառնալիորեն փոխում են Կիլիկիայի հայերի ճակատագիրը եւ հանգեցնում ողբերգության, որին էլ այսօր կանադառնանք մեր եթերում։ 1914 թվական Եվրոպան մխրճվում է առաջին համաշխարհային պատերազմի հորձանուտ։ Օսմանյան կայսրության հայ բնակչության համար սկսվում է անասելի ծանր փորձությունների ժամանակաշրջան։ 1915 թվականին Օսմանյան կառավարությունը սկսում է իրագործել մի ծրագիր, որը դեռևս հաստատվել էր 1911 թվականին եւ որը պատմության մեջ կմտնի որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Տեղահանվեցին, ոչնչացվեցին նաեւ Կիլիկիա հայերը։ Զգալիորեն ավելի մոտ գտնվելով իրենց աքսորավայրերին, սիրիական անապատներին, Կիլիկիայի հայերը համեմատաբար քիչ զոհեր ունեցան, քան ավելի հեռավոր շրջաններից տեղահանվածները։ Շատերին հաջողվեց փրկվել թաքուն փայփայելով վերադարձի հույսը։ Հոկտեմբերի 30, 1918 թվական Օսմանյան կայսրությունը ստորագրում է Մուդրոսի զինադադարը, ընդունելով իր պարտությունը։ Ցեղասպանությունից փրկված հայերի համար սա երկար սպասված հնարավորություն էր տուն վերադառնալու համար։ Համաձայն զինադադարի պայմանների Կիլիկիան մտնում էր ֆրանսիական ազդեցության գոտի։ Ֆրանսիական զորքերը զբաղեցնում են տարածաշրջանի կարևոր քաղաքները, իսկ Ֆրանսիայի ներկայացուցիչները հանդես են գալիս բարձրագոչ հայտարարություններով, որոնք հույս են ներշնչում հայ փախստականներին։ Ֆրանսուଆ Ժորժ Պիկոն, ֆրանսիական գերագույն հանձնակատարը Սիրիայում եւ Հայաստանում, կոչով դիմում է Սիրիայում գտնվող Կիլիկիա հայերին վերադառնալ Կիլիկիա։ Էդուարդ Բրեմոնը, Կիլիկիային ֆրանսիական վարչակազմի ղեկավարը, հայտարարում է. «Մեր ցանկությունն է հայերին իրենց երկրի տերը տեսնել։ Մենք կառաջնորդենք նրանց, մինչև նրանք կմեծանան եւ հաջողություն կունենան իրենց սեփական գործերի կառավարման հարցում։ Այդ ժամանակ մենք հրաժեշտ կտանք նրանց եւ կլքենք երկիրը»։ Հավատալով տրված խոստումներին, ավելի քան 150,000 հայեր վերադառնում են հայրենիք։ 1919 թվականի վերջին Կիլիկիայում հայ բնակչությունը կազմում էր 150-ից 160,000 մարդ։
Հայերը սկսեցին վերադառնալ հայրենի Կիլիկիա։ Նրանք վերադառնում էին խաղաղ կյանքի հույսով եւ հավատով առ այն, որ ֆրանսիական զորքերը կպաշտպանեն իրենց։ Վերադարձած հայերը խանդավառությամբ վերականգնում են ավերված տները, վերսկսում առևտուրը եւ բացում դպրոցներ։ Թվում էր, թե մղձավանջը մնացել է հետևում։ Սա ձեզ ոչինչ չի հիշեցնում։ 1920 թվականի սկզբին ֆրանսիական ներկայությունը Կիլիկիայում հաստատուն էր թվում։ Ֆրանսիական իշխանությունները վերահսկում էին կարևոր քաղաքները, իսկ հայ բնակչությունը լի էր խաղաղ ապագայի հույսերով։ Սակայն կայունության շղարշի տակ թաքնված էր տագնապալի իրականությունը։ Մինչ ֆրանսիացիները հրապարակային կերպով խոսում էին քրիստոնյա բնակչության պաշտպանության մասին, կուլիսների ետևում ամբողջությամբ այլ բան էր տեղի ունենում։ Հրապարակային հայտարարություններին զուգահեռ ֆրանսիական ղեկավարությունը գաղտնի բանակցություններ էր վարում քեմալականների հետ։ Ֆրանսիացիների համար Կիլիկիան նախ եւ առաջ փոխանակման մանրադրամ էր մեծ աշխարհաքաղաքական խաղում։ Ընդհանրապես ինչու էր Ֆրանսիան զբաղեցրել Կիլիկիան։ Այն պայմանավորված էր նախ եւ առաջ մերձավոր արևելքում Բրիտանիայի հետ մրցակցությամբ եւ սիրիական ափը վերահսկելու ձգտումով։ Ֆրանսիական շահերը կենտրոնացած էին Սիրիայի եւ Լիբանանի շուրջ, իսկ Կիլիկիան դիտարկվում էր որպես երկրորդական մրցանակ, որը կարելի էր հանձնել այլ տարածաշրջաններում զիջումների դիմաց։ Կիլիկիայի հայերի ողբերգությունն այն էր, որ նրանք անկեղծորեն հավատում էին գերտերությունների տրված անվտանգային խոստումներին, չհասկանալով, որ արդեն վերածվել են աշխարհաքաղաքական առևտրի մանրադրամի, իսկ առաջին քաղաքը, որն իր մաշկի վրա զգաց այս քաղաքականության գինը, Մարաշն էր։ Մարաշը Կիլիկիայի հյուսիսային մասում գտնվող հին քաղաք էր, որտեղ 1920 թվականի սկզբին բնակվում էր 22-ից 23 հազար հայ, ովքեր պատերազմից հետո էին վերադարձել։ Նրանք կազմում էին բնակչության զգալի, բայց ոչ գերակշռող մասը։ Բնակիչների մեծ մասը թուրքեր եւ քրդեր էին։ 1919 թվականի հոկտեմբերի վերջին Մարաշի անգլիական կայազորը փոխարինվեց ֆրանսիականով։ Նոր ուժերը չափազանց սահմանափակ էին, ընդամենը մեկ վաշտ 413-րդ հետևակային գնդից կապիտան Ֆուկեի հրամանատարությամբ, հայկական լեգիոնի 1 գումարտակ եւ սենեգալցիների հեծելազորային 1 դասակ։ Արդեն այդ ժամանակ քաղաքում իրավիճակը լարված էր։ 1919 թվականի նոյեմբերին եւ դեկտեմբերին տեղի ունեցան առանձին միջադեպեր, իսկ թուրքերն ակտիվ քարոզչություն էին իրականացնում ուղղված ֆրանսիացիների եւ հատկապես հայերի դեմ։ Հունվարի 21-ին Մարաշում սկսվեց հակաֆրանսիական ապստամբություն, որը տևեց մինչև փետրվարի 11-ը եւ ավարտվեց աղետով։ Իրադարձությունները զարգանում էին արագորեն։ Թուրքերը շրջափակեցին ֆրանսիական կայազորները եւ սկսեցին հարձակումներ հայկական թաղամասերի վրա։ Ֆրանսիացիները փակված մնացին իրենց զորանոցներում եւ մի քանի ամրացված կետերում, զրկվելով քաղաքը վերահսկելու կարողությունից։ Իրադարձությունների ականատես Մարաշի ամերիկյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մեյբել Էվլին Էլիոթը հետագայում հիշում է. Ֆրանսիական հրամանատարները հրաժարվում էին օգտագործել իրենց զորքերը քրիստոնյա բնակչությանը փրկելու համար, մինչդեռ մենք ականատես ենք լինում հայկական թաղամասերի մեկը մյուսի հետևից հրկիզմանը։ Փետրվարի 7-ին պաշարված կայազորին օգնության մեկնեց գնդապետ Նորմանի հրամանատարությամբ Շարասյունը։ Փետրվարի 8-ին ֆրանսիացիները անցան հակահարձակման եւ թուրքերին դուրս մղեցին քաղաքի հյուսիսային մասից։ Թվում էր իրավիճակը փոխվում է հօգուտ ֆրանսիացիների։ Թուրքական դիմադրությունը կոտրվեց եւ փետրվարի 9-ին թուրքերը դիմեցին ֆրանսիական հրամանատարությանը զինադադարի խնդրանքով։ Բայց այնուհետև տեղի ունեցավ այն, ինչը հետագայում շատ պատմաբաններ անվանեցին ֆրանսիական հրամանատարության հանցավոր որոշում։ Գեներալ Կերետը հակառակ իր ուժերի ակնհայտ առավելության որոշում է կայացնում դուրս բերել ֆրանսիական կայազորը եւ նահանջել քաղաքից։ 1920 թվականի փետրվարի 10-ի գիշերը ֆրանսիական զորքերը սկսում են նահանջել Մարաշից, թողնելով հայ բնակչությանը ամբողջությամբ անպաշտպան եւ ճակատագրի քմահաճույքին։ Նրանք նույնիսկ ձիերի սմբակների տակ կտորներ էին ամրացրել, որպեսզի կարողանային հնարավորինս անձայն եւ թաքուն լքել քաղաքը։ Ֆրանսիացիների հետ հեռանում է նաեւ հայ բնակչության մի մասը, մոտ 5000 մարդ, հիմնականում կանայք եւ երեխաներ։ Բայց հայերի մեծամասնությունը մնում է քաղաքում, չիմանալով ֆրանսիացիների որոշման մասին կամ չունենալով իրենց տներից հեռանալու հնարավորություն։ Նահանջը վերածվեց աղետի։ Ձմեռային սառնամանիքի պայմաններում եւ թուրքական ջոկատների մշտական հարձակումների պատճառով փախստականների քարավանը հսկայական կորուստներ կրեց։ Տարբեր գնահատականներով Մարաշից դուրս գալու ճանապարհին ցրտից եւ սովից մահացան ավելի քան 2000 մարդ, այդ թվում կանայք
եւ երեխաներ։ Իսկ լքված Մարաշում իսկական դժոխք սկսվեց։ Թուրքական ջոկատները հետևողականորեն ոչնչացնում էին այնտեղ մնացած հայ բնակչությանը։ Թեպետ հստակ թվեր արձանագրված չեն, սակայն շատ տարբեր գնահատականներով այնտեղ սպանվել է 12-ից 13,000 հայ։ Ֆրանսիայում շատերը հետագայում Մարաշից նահանջը անվանում էին անփառունակ եւ ամոթալի։ Մարաշի աղետը շրջադարձային եղավ Կիլիկիայի պատմության մեջ։ Այն ցույց տվեց, որ ֆրանսիական զորքերը ոչ միայն պատրաստ չէին, այլ նաև նպատակ չունեին պաշտպանելու քրիստոնյա բնակչությանը, ինչը խարխլեց հայերի վստահությունը ֆրանսիական վարչակազմի հանդեպ։ Բայց ավելի ողբերգականն այն էր, որ Մարաշը միայն սկիզբն էր, առջևում մի փորձություն էր, որը գերազանցեց նույնիսկ այս ողբերգությունը՝ Հաճնի հերոսական եւ դատապարտված պաշտպանությունը։ Հաճն հին քաղաք է, տեղակայված Կիլիկիայի լեռներում։ Ի տարբերություն տարածաշրջանի շատ այլ բնակավայրերի, մինչև առաջին համաշխարհային պատերազմը այն բնակեցված էր մեծամասամբ հայերով, որոնց թիվը կազմում էր 30-ից 35,000 մարդ։ Մուդրոսի զինադադարից հետո, ինչպես եւ Կիլիկիայի այլ վայրերում, փրկված հաճնցիները սկսեցին վերադառնալ։ Ֆրանսիացի գնդապետ Նորման այցելեց Հաճն եւ հավաստիացրեց բնակիչներին։ Այսուհետ յուրաքանչյուր հայ պետք է ապրի ազատ եւ ոչ ոք չի համարձակվի նրան վնաս հասցնել։ 1919 թվականի վերջին Հաճնում հաստատվել էր մոտ 6000 հայ։ Կարճ ժամանակում նրանք վերականգնեցին ավերված քաղաքը, որտեղ պահպանվել էր միայն ազգային դպրոցի շենքը։ Վերսկսվեց առևտուրը, բացվեցին արհեստանոցներ եւ սկսեցին գործել դպրոցներ։ Սակայն արդեն 1920 թվականի սկզբին Հաճնի բնակիչները ստանում էին անհանգստացնող ազդակներ։ Մարաշի անկումից հետո քեմալական սպաները ակտիվացրին իրենց գործունեությունը տարածաշրջանում, ստեղծելով զինված ջոկատներ քաղաքի վրա հարձակվելու համար։ Բարեկամաբար տրամադրված քուրդ շեյխից հայերը տեղեկացան զորքերի նախապատրաստությունների մասին։ Պարզ դարձավ, որ գարնանամուտին Հաճնը կհայտնվի սպառնալիքի տակ։ 1920 թվականի փետրվարին Հաճնում ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորավար Անդրանիկի նախկին զինվոր Սարգիս Ջեբեջյանի գլխավորությամբ։ Նրա հրամանով 15-ից 60 տարեկան բոլոր տղամարդիկ մոբիլիզացվեցին պաշտպանության համար։ Սակայն առկա էր լուրջ խնդիր, այն էր զենքի պակասը։ 800 մարտիկներից միայն 300 ունեին մարտական զենք։ Փետրվարի 22-ին ինքնապաշտպանական կոմիտեն Ադանա ուղարկեց 3 հոգուց բաղկացած պատվիրակություն arczepiskopos Պետրոս Սարաջյանի գլխավորությամբ։ Նրանց խնդիրն էր տեղեկացնել ֆրանսիական վարչակազմին մոտալուտ վտանգի մասին եւ օգնություն խնդրել զենքի, զինամթերքի, գումարի, ինչպես նաեւ կամավորական ջոկատների տեսքով Հաճնին աջակցելու համար։ Սակայն գնդապետ Բրեմոնը, ֆրանսիական վարչակազմի ղեկավարը, խուսափողական պատասխան տվեց։ Նա հայտարարեց, որ կարող է տրամադրել զենք եւ զինամթերք անմիջապես ավելացնելով, բայց դուք չհուսաք, որ մենք կարող ենք զինվորներ տրամադրել Հաճնի պաշտպանության կամ զենքի տեղափոխման համար։ 1920 թվականի մարտի 15-ին Հաճն քաղաքը լիովին մեկուսացվեց արտաքին աշխարհից։ Սկսեց պաշարումը, որը տևեց գրեթե 7 ամիս եւ որը մտավ հայոց պատմության մեջ որպես մեր ամենահերոսական եւ միևնույն ժամանակ ամենաողբերգական էջերից մեկը։ Թուրքական ուժերի հրամանատար Կոզան Օղլու Դողանը փորձում էր բանակցությունների միջոցով համոզել նրանց հանձնվել։ Մարտի 17-ին նա ուղարկեց նամակ փոխըմբռնման հասնելու առաջարկով։ Բայց արդեն մարտի 28-ին տոնայնությունը փոխվեց։ Նոր ուղերձը պարունակում էր վերջնագիր. Հաճնցիներ, թուրքական կայսրությունը ջիհադ է հայտարարել։ Ձեր պաշտպանական միջոցները, ինչքան էլ որ անհաղթահարելի թվան, չեն կարող օգնել ձեզ դիմակայելու մեր բանակին նույնիսկ 2 ժամ։ Ինքնապաշտպանության կոմիտեի պատասխանը վճռական էր։ Եթե ձեր նպատակը Ֆրանսիային Կիլիկիայից վտարելն է, ապա այստեղ չկա ոչ մի ֆրանսիացի սպա կամ զինվոր։ 600 տարի մենք ապրել ենք որպես թուրքներ թուրքական տիրապետության լծի տակ, կրելով ամեն տեսակի ճնշում։ Հանգիստ թողեք մեզ, պարոնայք, թույլ տվեք ապրել խաղաղ կյանքով։ Ապրիլի 30-ին թուրքական ուժերը ձեռնարկեցին առաջին խոշոր հարձակումը, բայց զգալի կորուստներ կրելով ստիպված էին նահանջել։ Հակահարձակման ընթացքում հաճնցիները ձեռք բերեցին կարևոր փաստաթուղթ՝ Դողանի հեռագիրը ուղղված Մուստաֆա Քեմալին։ Մեր հարձակումները ապարդյուն եղան։ Հաճնը հնարավոր չէ գրավել ուժով։ Կսպասեմ, մինչև չհանձնվեն սովից հյուսված։ Թշնամու այս խոստովանությունը վկայում էր քաղաքի պաշտպանների քաջության մասին, բայց պաշարվածների վիճակն օրեցօր ավելի էր ծանրանում։ Պարենի պաշարները մաշվում էին, զինամթերքը սպառվում էր։ Յուրաքանչյուր հրացանի համար մնացել էր ընդամենը 15-ական փամփուշտ։
Սակայն իսկական հարվածը հաճնցիների համար ֆրանս-քեմալական զինադադարն էր, որը կնքվեց 1920 թվականի մայիսի 30-ին, որի համաձայն ֆրանսիական զորքերը լքեցին Սիս քաղաքը, Հաճնին ամենամոտ կետը, որտեղից տեսականորեն կարող էր օգնություն գալ։ Մարտի 14-ին պաշարված քաղաքից Ադանա ուղարկվեց հուսահատ հեռագիր. «Եթե օգնություն չգա, իմացեք, որ Հաճնը ջնջված է երկրի երեսից»։ Այդ ժամանակ Ադանայում սկսվեց իսկական խառնաշփոթ։ Հայկական վարչակազմը չկարողացավ ճիշտ ժամանակին կազմակերպել ուժերը։ Ադանայում կարծիքները շատ տարբեր էին։ Ոմանք կոչ էին անում անհապաղ տարհանվել Հաճնից, իսկ մյուսները պնդում էին, որ պետք է պայքարել եւ օգնություն ցուցաբերել։ 1920 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Ադանայում փորձեր էին արվում կազմակերպել օգնության խումբ դեպի Հաճն։ Հաջողվեց կազմակերպել 300 կամավորականներից բաղկացած ջոկատ, սակայն ֆրանսիական իշխանությունները, վախենալով քեմալականների հետ հարաբերությունների վատացումից, ամեն կերպ խոչընդոտում էին ջոկատի ուղարկմանը։ 1920 թվականի սեպտեմբերի 22-ին ֆրանսիական վարչակազմը վերջնականապես արգելափակեց այս ջանքերը։ Կամավորների ջոկատը զինաթափվեց եւ արտաքսվեց Կիլիկիայից։ 1920 թվականի հոկտեմբերի 15-ին քեմալական զորքերը վճռական հարձակման անցան բոլոր ուղղություններով։ Հրետանային կրակով ավերվեցին պաշտպանական գծերը եւ հակառակորդը ներխուժեց քաղաք։ Օտարազգի միսիոներուհի Իբին, որը ականատես եղավ այս իրադարձություններին, գրում է. «Մարդկային խիղճը օտար էր նրանց։ Սրանք խելագարներ էին լիկատաղի ատելությամբ եւ վայրագությամբ։ Թուրքերը թնդանոթներն ուղղեցին հաճնցիների վրա։ Քաղաք ներխուժելով նրանք մահացու մարտի մեջ մտան քաջարի պաշտպանների հետ։ Կոտորածը սարսափելի էր։ Ինչու կրկնել նրա սարսափելի եւ զզվելի մանրամասները»։ Միայն հայերի մի փոքր խմբի հաջողվեց ճեղքելով շրջափակումը փրկվել եւ հասնել Ադանա։ Հաճնը այլևս չկար։ Այսպես ավարտվեց Հաճնի հերոսապատումը, մի քաղաքի, որը 7 ամիս շարունակ դիմադրեց թշնամու գերակշռող ուժերին, դրսից չստանալով որևէ աջակցություն։ Քաղաք, որը դարձավ հայ ժողովրդի աննախադեպ քաջության եւ միևնույն ժամանակ սին հույսերի խորհրդանիշ։ Շուտով ֆրանսիացիները ընդմիշտ լքում են Կիլիկիան։ Հայերը մի քանի տարվա ընթացքում երկրորդ անգամ ենթարկվում են կոտորածի եւ փախուստի։ Կիլիկիայի ողբերգությունը մեզ սովորեցնում է, որ աշխարհաքաղաքականության մեջ չկան բարեկամներ, փոխարենը կան միմիայն ազգային եւ պետական շահեր, եւ միևնույն ժամանակ աշխարհաքաղաքականության մեջ չկան էմոցիաներ, փոխարենը կան բացառապես սառնասիրտ հաշվարկներ։ Եվ ամենակարևորը, պետք է ապավինել միմիայն սեփական ուժերին, իսկ ինչպես անձի, այնպես էլ ազգի անվտանգությունը կարող է երաշխավորվել բացառապես ուժեղ ազգային պետության պարագայում։ Իսկ ինչ սովորեցրեց մեզ Հաճնը։ Հաճնը վառօրինակն է, թե ինչպես սովորական հայ բնակչությունը, որը բաղկացած է թվացյալ վախկոտ առևտրականներից եւ արհեստավորներից, ճիշտ հրամանատարության պարագայում կարող է վերածվել անվախ եւ հզոր մարտիկների։ Մասադայի ամրոցը, որը հրաժարվեց հանձնվել հռոմեացիներին եւ ընդունեց մահը իր ողջ բնակչության հետ միասին, դարձրեց իր ազգային խորհրդանիշը։ Հրեաների համար Մասադան ոչ թե դառնության եւ թուլության, այլ ազգային հպարտության եւ վերածննդի խորհրդանիշ է։ Հենց այս ամրոցի անունով է կոչվում իսրայելական հայտնի հետախուզությունը, որին ճանաչում, վախենում եւ հարգում է ողջ աշխարհը։ Այդպես եւ մենք հայերս Հաճնի պատմության մեջ պետք է տեսնենք ոչ թե սուգ եւ հուսահատություն, այլ մարդու եւ հայի վեհ հատկանիշներ, դարձնելով Հաճնը ազգային արժանապատվության խորհրդանիշ։ Ցավոք, այսօր էլ մեր իրականությունը չափազանց նման է Կիլիկիային։ Փոխարեն մեր ուժերին ապավինելու, մենք փորձում ենք աղերսել պաշտպանություն օտարներից։ Այնինչ այսօր մենք ունենք ռեսուրսներ ավելին, քան մեզ անհրաժեշտ է։ Իսկ այն խնդիրները, որոնք այսօր առկա են, դրանց պատճառը ոչ թե ժողովուրդն է, այլ մեր ներկայիս անփառունակ իշխանությունը։ Իսկ ինչ է կարծում, որն է այն պատճառը, որ մեր քաղաքական վերնախավը հիմնականում եղել է մորթապաշտ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը, մի շնորհանդիպում։